Բարև սիրելիներս, այսօր միասին կընթերցենք մի շատ հետաքրքիր հեքիաթ Գրիմ եղբայրների քույր ու եղբայր հեքիաթը։ Սկսեցինք։ Լինում են չեն լինում մի քույր ու եղբայր, սրանք որբ են լինում։ Մի օր եղբայրը բռնում է քրոջ ձեռքն ու ասում. մեր մոր մահից հետո մի ուրախ օր չենք տեսել այս տանը։ Մեր խորթ մայրն ամեն օր ծեծում է մեզ, հացի չոր կտորտանքն ու կերակրի մնացորդները տալիս։ Մեր փոքրիկ շունը մեզնից լավ է ապրում, նրան մեկ-մեկ ավելի լավ պատառ են տալիս։ Էլ ինչ ենք նստել, արի գլուխներս առնենք ու փախչենք այստեղից, ուր աչքներս կկտրի։ Որոշում են ու ճամփա ընկնում։ Գնում են գնում, մեկ էլ հանկարծ անձրև է գալիս։ Քույրն ասում է. Աստված է մեր դարդը լալիս։ Երեկոյան հասնում են մի խուլ անտառ։ Հոգնած, քաղցած, տանջված մտնում են մի ծառի փչակ ու կուչ գալիս քնում։ Առավոտյան, երբ արևը բավական բարձրանում է, փչակը տաքացնում, նրանք արթնանում են։ Եղբայրն ասում է. ես շատ ծարավ եմ, քույրիկ ջան, տեսնես որտեղ աղբյուր կա, գնամ մի քիչ խմեմ։ Ոնց որ ջրի քչքչոց է գալիս, հապա ականջ դիր, երևի մոտիկ է։ Քույր ու եղբայրը իրար ձեռք բռնած գնում են աղբյուրը գտնելու։ Դու մի ասա, նրանց խորթ մայրը կախարդ է լինում։ Նա չարությունից գախնի հետևում է երեխաներին ու անտառի բոլոր աղբյուրները կախարդում։ Երբ երեխաները գտնում են քչքչան աղբյուրը և եղբայրն ուզում է խմել, քույրը լսում է, թե ջուրն ինչպես է կարկաչելով ասում. ով որ խմի իմ ջուրը, նա տեղն ու տեղը վագր կդառնա։ Վախից ճչում է քույրը. չխմես, եղբայր ջան, չխմես, թե չէ վայրի գազան կդառնաս, ինձ կհոշոտես։ Եղբայրը չի խմում, թեև շատ ծարավ է լինում, ասում է. ոչինչ, կդիմանամ, մինչև ուրիշ աղբյուր գտնենք։ Գնում են գնում քույր ու եղբայր, հասնում են մի ուրիշ աղբյուրի։ Քույրն այս աղբյուրի երգն էլ է լսում. ով որ խմի իմ ջուրը, նա հենց տեղն ու տեղը գայլ կդառնա։ Քույրը ճչում է. չխմես, եղբայր ջան, չխմես, թե չէ գայլ կդառնաս, ինձ կհոշոտես։ Եղբայրը չի խմում, ասում է. ոչինչ, կդիմանամ, մինչև ուրիշ աղբյուր գտնենք։ Բայց այս անգամ ինչ էլ որ լինի, խմելու եմ, շատ եմ ծարավ, էլ չեմ դիմանում։ Էլի են գնում, հասնում են երրորդ աղբյուրին։ Քույրը լսում է աղբյուրի երգը. ով որ խմի իմ ջուրը, նա տեղն ու տեղն այծ կդառնա։ Չխմես, եղբայր ջան, չխմես, թե չէ այծ կդառնաս, ինձնից կփախչես, անտառը կընկնես, կկորչես։ Բայց եղբայրը ծնկի է գալիս աղբյուրի մոտ, մի կուշտ խմում, ու հենց առաջին կումը կուլ է տալիս, թե չէ, դառնում է վայրի քարայծ։ Քույրը դառը լաց է լինում, այծիկ դարձած իր խեղճ եղբոր վրա։ Եղբայրն էլ է լաց լինում և տխուր ու տրտում նստում քրոջ կողքին։ Քույրն ասում է. մի վախենա իմ խեղճ այծիկ, քեզ երբեք մենակ չեմ թողնի։ Նա հանում է իր ոսկե գոտին, հագցնում եղբոր վզին, հետո խոտ է քաղում, պարան հյուսում ու պարանով կապում եղբորը։ Այսպես պարանից բռնած քաշելով նրանք գնում են անտառի խորքը։ Գնում են գնում, մինչև որ հասնում են փոքրիկ խրճիթի։ Աղջիկը նայում է ներս, տեսնում է դատարկ է, որոշում է, որ կապրեն այդ խրճիթում։ Նա փափուկ խոտ ու մամուռ է բերում, այծիկի համար քնելու տեղ պատրաստում, ամեն առավոտ համեղ արմատներ է հավաքում ու իր ձեռքով կերակրում եղբորը։ Այծիկը գոհ և ուրախ թռչկոտում է նրա շուրջը։ Երեկոյան, երբ հոգնում է քույրը, գլուխը դնում է այծիկի փորին, քնում։ Եթե հաջողվեր եղբայրն էլի մարդկային կերպարանք ստանար, նրանց երջանկությանը չափ ու սահման չէր լինի։ Այսպես միառժամանակ ապրում են անտառի խորքում։ Օրերից մի օր էլ թագավորը որսի է գնում այդ անտառը։ Եղջրափողերը որոտում են, շները հաչում, ուրախ սուլում, իրար ձայն են տալիս եգերները։ Այծիկը, որ լսում է ձայները, սիրտը խլրտում է, ինքն էլ է ուզում անտառում լինել։ Քույրիկ ջան, թող ես էլ որսի գնամ, էլ չեմ դիմանա տանը փակված, սիրտս կպայթի։ Այնքան է խնդրում այծիկը, որ քույրը համաձայնում է։ Գնա, ասում է քույրը, բայց տես հա, իրիկնադեմին անպայման տուն կգաս։ Դուռը փակելու եմ, որ չար որսորդները ներս չմտնեն, դու կծեծես ու կասես.
Դռնակը բաց ներս գամ քույրիկս, եւ ես կբացեմ։ Այծիկը դուրս է վազում իրեն համար թռշկոտում, բայց հենց որ թագավորը նկատում է գեղեցիկ այծիկին, իր եկերների հետ ընկնում է նրա հետևից։ Քիչ է մնում, որ բռնեն, այծիկը ցատկում է խիտ թփերի մեջ ու չքվում։ Արդեն մութն էլ ընկնում է, այծիկը վազում է տուն, դուռը ծեծում ու ասում. «Դռնակը բաց ներս գամ քույրիկս»։ Քույրը ներս է առնում նրան եւ ամբողջ գիշեր այծիկը հանգիստ քնում է մամուռի վրա։ Մյուս առավոտ որսնորից է սկսվում, երբ այծիկը լսում է եղջրափողի ձայն ու եկերների սուլոցը անհանգստանում է, ասում. «Քույրիկ ջան, բացիր դուռը, ես անտառ գնամ»։ Քույրը բացում է ու ասում. «Բայց իրիկնադեմին կգաս ու կասես. դռնակը բաց ներս գամ քույրիկս»։ Թագավորն ու եկերները հենց որ տեսնում են ոսկե կապը վզին այծիկին, էլի ընկնում են հետևից, բայց այծիկը շատ ճարպիկ ու արագավազ է լինում։ Եկերներն ամբողջ օրը հետապնդում են եւ իրիկնադեմին կարողանում են շրջապատել նրան ու ոտքից վիրավորել։ Այծիկը կաղ ոտքով լավ չի վազում։ Եկերներից մեկը թաքուն հետևում է նրան ու տեսնում, թե ինչպես մոտեցավ խրճիթին, ծեծեց դուռն ու ասաց. «Դռնակը բաց ներս գամ քույրիկս»։ Դռնակը բացվում է, այծիկը ներս է մտնում, էլի անմիջապես փակվում է։ Եկիրը գնում է այս ամենը պատմում թագավորին։ Թագավորն ասում է. «Վաղն էլ որսի կգնանք»։ Քույրը շատ է վախենում, որ տեսնում է իր այծիկը վիրավոր է։ Այրունը լվանում է, բուժիչ խոտեր դնում վերքին ու ասում. «Գնա հանգիստ պարկիր իմ այծիկ, վերքդ կլավանա»։ Վերքը խոր չի լինում, առավոտյան լավացած է լինում արդեն, վերքի հետքն էլ չի երևում։ Երբ այծիկը լսում է եղջրափողերի ձայնը, էլի ասում է. «Չեմ կարողանում տանը նստել, ուզում եմ անտառ գնալ»։ «Մի վախենա, ինձ ոչ ոք չի կարող բռնել»։ Քույրը լաց է լինում. «Չէ, այս անգամ արդեն կսպանեն քեզ ու ես մենակ կմնամ անտառի խորքում, չեմ թողնի գնաս»։ «Եթե չգնամ, սիրտս կպայթի», ասում է այծիկը, որ եղջրափողի ձայնն ականջս է ընկնում, ոտքերս իրենք են դուրս վազում։ Ինչ աներ խեղճ քույրը։ Տխուր տրտում բացում է դուռը, իսկ այծիկն ուրախ թռչկոտելով վազում է անտառ։ Թագավորը հենց տեսնում է նրան, ասում է. «Այսօր մինչև երեկո հետապնդեք նրան, բայց չհամարձակվեք վիրավորել»։ Իսկ երբ արևը մայր է մտնում, ասում է. «Դե հիմա ինձ ցույց տվեք խրճիթի տեղը»։ Նա մոտենում է դռանը, ծեծում ու ասում. «Դռնակը բաց ներս գամ քույրիկս»։ Դուռը բացվում է, թագավորը ներս է մտնում, տեսնում մի աննման գեղեցկուհի։ Աղջիկը շատ է վախենում, որ այծիկի փոխարեն օտար մարդ ներս մտավ, գլխին էլ ոսկե թագ, բայց թագավորը շատ սիրալիր բռնում է նրա ձեռքն ու ասում. «Կուզես քեզ տանեմ պալատ, դարձնեմ իմ կինը»։ «Կուզեմ», ասում է աղջիկը, «բայց այծիկը պետք է ինձ հետ լինի, ես նրան երբեք մենակ չեմ թողնում»։ «Համաձայն եմ», ասում է թագավորը, «թող ամբողջ կյանքում ապրի քեզ մոտ ու օգտվի ամեն ինչից»։ Այդ ժամանակ վազելով ներս է գալիս այծիկը եւ քույրը պարանը կապում է նրա վսկապին ու դուրս բերում խրճիթից։ Թագավորն աղջկան դնում է իր ձիուն, բերում պալատ։ Մեծ հարսանիք է անում, նրան դարձնում թագուհի ու այդպես ապրում են ուրախ ու երջանիկ։ Իսկ այծիկը կուշտ տարածում է թագավորի պարտեզում եւ ուրախ թռշկոտում։ Խորտմայրը կարծում է երեխաները գայլի բաժին են դարձել, հանգստացած է լինում, բայց հենց որ լսում է աղջկա թագուհի դառնալը, չարությունից ու նախանձից էլի կորցնում է հանգիստը, սկսում է մտածել, թե ինչպես վնասի խեղճ որբեին։ Ինքն էլ մի աղջիկ է ունենում, մի աչքը կույր, սև, աշխարհի տգեղը։ Աղջիկն էլ մորը հանգիստ չի տալիս։ «Ես պիտի թագուհի դարձած լինեի»։ «Դեռ սպասիր», ասում է պառավը, «ժամանակը կգա, ամեն ինչ կանեմ»։ Ժամանակ է անցնում, երիտասարդ թագուհին մի տղա է բերում։ Թագավորը որսի է գնացած լինում։ Պառավ կախարդը սպասուհու հագուստով մտնում է թագուհու ննջարանն ու ասում. «Թագուհի, գնացեք լողացեք, ջուրը տաքացրել եմ, տաք բաղնիքը ուշ կտա ձեզ, շուտ արեք, քանի դեռ ջուրը չի սառել»։ Հենց որ թագուհին մտնում է բաղնիկ, կախարդն ու իր աղջիկը փակում են դուռն ու փախչում։ Նրանք բաղնիկի կրակն այնպես են թեժացնում, որ երիտասարդ թագուհու շունչը կտրվի։ Չար կախարդը թագուհու շորերը հագցնում է իր աղջկան ու պառկեցնում նրա անկողնում, որպեսզի թագավորը չտեսնի նրա կույր աչքը, պառկեցնում է կողքի վրա, գլխարկն էլ քաշում աչքերին։ Երեկոյան թագավորը գալիս է, իմանում, որ տղա է ունեցել, ուրախությունից աշխարհով մեկ է լինում։ Ուզում է գնալ իր աչքով տեսնել սիրելի թագուհուն,
բայց կախարդը ճչում է. Ի սեր Աստծո, թագուհու առագաստը փակեք, նա չի կարող լույսին նայել, դեռ շատ թույլ է։ Թագավորը հետ է դառնում առանց իմանալու, որ անկողնում կեղծ թագուհի է պառկած։ Կեսգիշերին, երբ տանը բոլորը քնած են լինում, միայն դայակն է արթուն լինում, դուռը բացվում է, ներս է մտնում իսկական թագուհին։ Երեխային վերցնում է օրորոցից ու սկսում կերակրել։ Հետո թափ է տալիս բարձը, թարմացնում անկողինը, երեխային պառկեցնում, վերմակով ծածկում։ Մի անկյունում նստած այծիկն էլ չի մոռանում, շոյում է նրա գլուխը, հետո սուսիկ-փուսիկ դուրս գալիս սենյակից։ Առավոտյան դայակը պահակներին հարցնում է, թե գիշերը մարդ չի մտել պալատ։ Չէ, մենք ոչ ոքի չենք տեսել։ Այդպես ամեն գիշեր գալիս է նա կերակրում երեխային, բայց ոչ մի բառ չի խոսում։ Ամեն գիշեր դայակը տեսնում է նրան, բայց ոչ մեկին չի ասում։ Ժամանակ է անցնում։ Մի անգամ էլ թագուհին, որ գալիս է, ասում է. Ո՞նց է իմ որդին, ո՞նց է այծիկս, 2 օր կգամ կչքվեմ ինքս։ Դայակը ոչինչ չի ասում, բայց երբ թագուհին դուրս է գալիս, նա գնում է թագավորի մոտ ու պատմում։ Թագավորն ապշում է. Դա ինչ բան է, եկող գիշեր ես եմ մնալու երեխայի մոտ։ Նա երեկոյան մտնում է երեխայի ննջարանը, իսկ կեսգիշերին էլի հայտնվում է թագուհին ու ասում. Ո՞նց է իմ որդին, ո՞նց է այծիկս, մի օր էլ կգամ կչքվեմ ինքս։ Կերակրում է երեխային, թափ տալիս բարձը, թարմացնում անկողինը, ինչպես միշտ ու գնում։ Թագավորը սիրտ չի անում խոսի, բայց հաջորդ գիշերն էլ չի քնում և թագուհին նորից է հայտնվում։ Ո՞նց է իմ որդին, ո՞նց է այծիկս, վերջին օրն է սա, կչքվեմ ինքս։ Թագավորն էլ չի դիմանում, գրկում է նրան, ուրեմն դու իմ սիրելի թագուհին ես։ Այո, ես քո կինն եմ, ու տեղը կենդանանում է նա, թշերը կարմրում են, սիրունանում, դառնում է առաջվա թագուհին։ Նա թագավորին պատմում է, թե չար կախարդն ու նրա այլանդակ աղջիկը ինչ են արել իր գլխին։ Թագավորը հրամայում է դաժան պատիժ տալ կախարդին ու նրա այլանդակ աղջկան։ Աղջկան գցում են մութ անտառը, որ գազանները պատառոտեն, իսկ կախարդին այրում են թեժ խարույկի վրա։ Երբ կախարդը լրիվ վառվում մոխիր է դառնում, այծիկն էլի մարդկային կերպարանք է առնում, և քույր ու եղբայր երջանիկ ապրում են մինչև իրենց կյանքի վերջը։ Ահա և վերջ, սիրելիներս, ծանոթացանք ևս մի շատ հետաքրքիր հեքիաթի։ Մյուս հետաքրքիր հեքիաթներին ծանոթանալու համար առաջարկում եմ բաժանորդագրվել և սեղմել զանգակ կոճակը։ Ցտեսություն։